ուժը փաստացի ամենալուրջ ուժն է ու մենք այս վերջի 25 օրում կապացույց ենք գտել։ Որտեղ ասեք այդտեղ կկանգնեմ, մենք ձեզնից մեկն ենք։ Պարոն Գևորգյան, ըստ էության դուք մերժում եք բոլոր ուժերին, քաղաքական ուժերին, իսկ ինչ եք առաջարկում ձեր օրակարգը։ Ասեմ ձեզ, այս կանոնով ընտրության մասնակցող բոլոր ուժերին մերժում ենք, որտեղ այս կանոնով հաղթողը դառնալու է սուպեր վարչապետ, իր հրամանով լիճ դատարկվի, սահման հետ գա, սահման առաջ չի գնում, ուրիշ բաներ կատարվի, ընդդիմությունն էլ աշխատելու է լրիվ նույն ձև, ինչ որ աշխատել է վերջի 5 տարում, ոչ մի դեր չի ունենալու։ Մենք առաջարկում ենք գալ, փոխել համակարգը, կանոնները խաղի փոխել, շանս տալ փոքր ուժերին նույնպես մասնակցել, վերացնել կայուն մեծամասնություն այդ երկրորդ փուլի գաղափարը, որ մեկ էլ եղել է Մուսոլինիի ժամանակ, բերել այդ մահակը, բոլորին դեմ քվեաթերթիկը, որը մեր հայրերի ժամանակ եղել է ու հեռացրել են։ Արդյունքում, երբ որ խորհրդարանում իրար ծնող ու այլ բաներ են հայոյում, մենք չենք կարող ասենք, մենք ձեզ փաթեթով բոլորի դեմ ենք։ Մեզ թողում են մնանք տանը, իսկ մեր տանը մնալով նրանք են շահում, որտեղ մեկը ունի վարչական ռեսուրս, մեկը լիքը փող, իրանք իրանց ընտրողներին պռագոններով կամ կոչերով կամ մինի քարտեզներով կեփեն կբերեն։ Նայեք, դուք ասում եք փոքր ուժ, դուք ձեզ նկատի ունեք հավանաբար։ Բոլոր ուժերին։ Փոքր, նայեք, փոքր նշեցիք, ձեզ նկատի ունեք։ Մեզ է նկատի ունենք։ Հիմա նայեք, դուք ասում եք ձայների փոշիացման հեռանկարի մասին։ Ըստ էության փոքր ուժերը երբ որ մասնակցում են, մաթեմատիկորեն դառնում են ձայներ փոշիացնողներ։ Դուք ինչպես եք սրան վերաբերվում, դուք մերժում եք դա, բայց փաստորեն գնում եք այդ օրակարգով։ Շատ կարևոր հարց է ձեր հարցը։ Այդ փոշիացման գաղափարը առաջացել է նաև այս կանոնների պատճառով ու այդ 4%-ի։ Ես տեսնում եմ լիքը լավ մարդիկ, որոնք Հայաստանում փոփոխություն անելու համար մտել են այս կամ այն ուժ ու փոխարենը նրանք փոխեն ու փոփոխություններ կատարեն, այդ ուժն է նրանց փոխում։ Իմ ձեր որակի մարդիկ։ Ես ուզում եմ այդ մարդիկ շանս ունենան, իրենց ուժով ներկայանան, ինչպես բազում ուժեր, որոնք եթե 1% լներ շեմը 21 թվականին 10-ից ավել ուժ կլներ խորհրդարանում։ Երկրորդ, մենք միակն ենք, որ չունենք գաղափարական այնպիսի ծրագրեր, իզմ, այսպես ասած, ու մենք հավակնում ենք միայն բոլորին դեմ մարդկանց։ Մենք երբեք այլ ընտրող մարդու կոչ չենք անում, ընտրի մեզ։ Օրինակ մեր քարոզարշավի ժամանակ, երբ որ մեկը ասում է, ես ընտրելու եմ համար էս ինչին, այդ մարդուն բաց ենք թողում, չենք խոսում իրար հետ։ Մենք հավակնում ենք չգնացող մարդկանց զայներին, բոլորին դեմ մարդկանց զայներին, որոնց զայները որևէ կերպով փոշիացում չէր լինելու, եթե մենք չլինեինք։ Քանի տոկոսի հույս ունեք։ Մենք հույս ունենք հասնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր բոլորին դեմ են, իսկ մենք վստահ ենք, որ իրանք այդ անցողիկ շեմից մի քանի անգամ շատ են։ Ու հայտնվենք խորհրդարանում այնպես, որ ոչ մի ուժ չհատի 50%-ից ավելը, որովհետև եթե մի ուժ հատեց 50%-ից ավելը, ստանալու ենք էլի թագավորություն, SMS-ներով, զանգով դատավորների հանելով, սրբազաններին նստացնելով, հանցագործներին ու բռնաբարողներին դուրսը թողելով։ Լրիվ նույնն ենք ստանալու, կապ չունի ով է լինելու նրանցից։ Ուժի համար ասում են անմրջացնում եք ընտրությունների գործընթացը, նման քննադատություններ կան, ինչպես։ Տեսեք, եթե մարդիկ կարծում են Շուշի խոսք տալը, միայն խորհրդարան գալ, ԿՊ-ին հեռացնել եւ վերջ պլանով գալը, դրանք լուրջերն են։ Այս իրական ջուր ծեծելը անլուրջը, կարան համարեն, որ անլուրջ է։ Բայց մենք կատարել ենք այդ ճեղքումը 300+ մեր խելքի մարդկանցով ստեղծել ենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, որ փաթեթով այդ բոլոր քաղաքական ուժերին, ասում եմ, խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող, այդ սաղ ջուր ծեծող են։ Դրանց գնահատական տանք։ Նմանատիպ ակցիաներով հնարավոր է մարդկանց շուրջը համախմբել։ Մենք սպասում ենք ազատ ու ազատության ձգվող հայերին, ու մենք կարծում ենք նրանք 100,000-ավոր են։ Էս էլ ազատության դրսևորում, տեսակ, 2 օր առաջ հայտարարել էինք, 5 օր լցած լիճը դադարել են, նորից հիմա լցնում են լուրջ դեմքով, ընդեղ է մի ավտովոստիկան կա, սպասում է հանգարց չխորտակվեն։ Ասեցի, մենք 2 փուլ թև ունենք, էլի, ոնց որ են ձեր սրտի լուրջ թևը ու սենց չակերտավոր անլուրջը։ Նայած որ ուժը ինչ կնախաձեռնի, մենք Կապանից մինչև Գյումրի եղել ենք, քաղաքացիների հետ շփվել ենք, այն դասական լուրջ բաներն ենք արել։ Նայած որը կստացվի, ձեզ խոսք եմ տալի, որ անպայման համ ռիսկ ուղարկենք, համ պոստ կանենք, որ իմանաք, իդեպ շնորհակալություն, որ եկել եք, մենք գնահատում ենք առանց ձեզ ազատ
հայերին ու քաղաքացիներին դժվար էին հասնել։ Պարոն Գևորգյան, եւ մեկ ճշգրտում բոլորին դեմ եմ անվանման հետ կապված։ Նայեք, սա ազնիվ է ձեր տեսանկյունից արդյոք մոլորեցնել քաղաքացիներին, որովհետեւ նրանց թվում է թե իրենք գնալու են եւ մերժելու են բոլորին, բայց ըստ էության ձայները տալու են ձեզ։ Այնպես լավ հարցեր եք դուք տալի, շատ շնորհակալ եմ, մի հատ ասում էլի, տեսեք։ Ինչքանով է քաղաքացիական պայմանագիրը, քաղաքացիական կամ պայմանագիր։ Ինչքանով է ուժեղ Հայաստանը, ուժեղ։ Ինչքանով են մյուսների անունները չտամ, էլի։ Մերը շատ ավելի բոլորին դեմ է, քան թե մյուս են բոլոր ազգի վերածնունդ անունով ուժերը փաթեթով վերցրած։ Մենք ապօրինի ոչինչ չենք արել մեր հողում։ Դրա ապացույցն է նաև, որ այս կուսակցությունը գրանցված է։ Ես հավատացնում եմ բոլոր քաղաքացիներին։ Մեր ուժը շատ ավելի իրական բոլորին դեմ է, քան թե այն մյուս ուժերը բռնում են իրանց անվան հետ։ Բացի այդ, չի լինելու մեկ բուլեցեն, էդ էլ առանձին էշի տեղ դնելու դրսևորում է, որ հայը չի կարող նորմալ պծիշկա դնել այդ քաղաքականների կարծիքով։ Պետքա 19 հատ տպել, որ հանկարծ սխալը չընտրենք։ Ու ծախսել 19 անգամ ավել թուղթ։ Ոչինչ, հետո իրանք մյուս տարի ինչ-որ ծառատունք կանեն, 10 միլիոն ծառանոց, որ բոլորը կչորանան հետո կամ չեն տնգի, այդ թղթի տեղը կհանեն։ Մեզ այդ մակարդակի հիմարի տեղ են դնում, դրա համար ես եմ բոլորին դեմ ու մարդկանց էլ եմ կոչանում բոլորին դեմ լինեն։ Նորմալ չի 21-րդ դարում մարդուն այնքան պրիմիտիվ նայել, որ 19 թուղթ տալ, որ չշփոթվի հանգարց։ Եթե այդքան էշի տեղ են դնում իրանք մեզ, ես ձերպես քաղաքացի եմ, իշքան է համար երկու ուժի ներկայացուցիչն եմ, հոգումս հələ քաղաքացի եմ ու վերջ, էլի։ Ընդհանրապես թող չթողեն ընտրենք, եթե այդքան 18-ից շեմը հանեն ես իմ 37 կամ քննություն տան, ասենք արկածախնդիր ու քաղաքապետարան վառերը մինչև չասենք չթողեն ընտրենք, բայց թող էշի տեղ չդնեն մեզ 19 թերթիկ կա։ Այ դրան բոլորին դեմ ենք։ Այդ 19 թերթիկ հնարողին դեմ ենք, Սերժի կոստյումի համար պայքարողներին դեմ ենք, դրանով ընտրվողին դեմ ենք, դրանց մոտ ընդդիմության աշխատողին դեմ ու դեմ ենք, որտեվ դրանք լեգիտիմացնում են, օրինակ, Տավուշի կտորների հանձնումները, չէ, աշխարհի համար 70 ուժ այոյ ասե, 70 մարդ խորհրդարանում, 30-ը ոչ անցել է։ Արցախի հանձնումը նույնը լինելու է հաջորդ էտապում։ Եթե բոլորին դեմ եմը չանի ճեղքումը, ստանալու ենք նույնը այն ինչ որ ունենք, որտեվ են մնացածը 5 տարի առաջվա ազնիվ խոսքերն են, հələ ջուրը ծեծում են։ Այն ժամանակ ցույց տվող չկար, մենք ցույց տվեցինք։ Գալու են Սիսյան ձեր մոտի ջուրը ծեծեն, գալու են Սևան ձեր մոտի ջուրը ծեծեն։ Ուղղակի մերպես ազնիվ չագուչով չեն անելու, բայց փաստացի դա են անելու։ Իսկ եթե ձեզ չհաջողվի իշխանություն ձևավորել, բայց հաջողվի խորհրդան անցնել իբրև ընդդիմադիր ուժը, ժամանակին չկան։ Մենք բոլորին դեմ եմ քաղաքացիներին ենք ներկայացնում, մենք չենք կարող իրանց զայներով գնալ դեպուտատ աշխատել։ Եթե մենք ներսում չկարողացանք վերջնագրով ստիպել ներսիններին, որ ընտրեն մեր վարչապետի թեկնածուին ու մենք անենք 100 օրվա փոփոխությունը, մենք մանդատները վայր ենք դնելու ու դուրս գանք։ Ստացվելու է պարտվեցինք, բայց այդտեղ մենք գտնելու ենք մերպես ազատ քաղաքացիներին, ինչպես արդեն գտել ենք։ Տեսեք, էլի հունից էլ է։ Ու այդ ազատ քաղաքացիների հետ շարունակելու ենք պայքարը, որտեղ այն ինչի մեջ մենք հայտնվել ենք, դրա հետևանքով էլի են մեր գլխին ռումբեր ընկնելու, էլի է փորձանքներ գալու, ձեր գոլեգաներից ոմանք են նստելու, նույնը շարունակվելու է ինչ որ առաջ է եղել։ Այս սուպեր վարչապետական համակարգին նորմալ, խոհեմ, գիտակից քաղաքացին պետքա դեմը լինի։ Ու դրա հնարավորությունը մենք ստեղծել ենք։